Բալիստիկ հրթիռի Թուրքիայի տարածքում հայտնվելը զայրացրել է Էրդողանին։ Խոցված հրթիռի որոշ բեկորներ ընկել էին Գազիանթեփի շրջանի Համայի տարածքում։ Էրդողանը մեղադրեց Թեհրանին շարունակաբար սխալ քայլեր կատարելու համար։ Անկարայի առաջնահերթությունը երկիրը հակամարտության մեջ ներքաշվելը թույլ չտալն է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն է զանգահարում Էրդողանին։ Թուրքիայի նախագահը հայտնել է, թե չեն ընդունում Իրանի նկատմամբ իրականացվող անօրինական միջամտությունները, բայց միևնույն ժամանակ Թուրքիան ճիշտ չի համարում Իրանի կողմից տարածաշրջանի եղբայրական երկրներին թիրախավորելը։ Էրդողանը հայտնել է, թե որևէ պատճառաբանությամբ օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել։ Գրեթե նույնաբովանդակ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև։ Արարչին հայտնել է, որ Թուրքիայի օդային տարածքը խոցող հրթիռները չեն պատկանում Իրանին։ Ամերիկա-իսրայելական տանդեմը ջանքեր է գործադրում Թուրքիային ևս ներքաշել Իրանի դեմ պատերազմին։ Տարածաշրջանում Իրանի մրցակից Թուրքիան ճիշտը չի ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ, սակայն մեծ ցանկություն ունի, որ թուլանա Իրանը։ Չեմ կարծում, թե դա այդքան հեշտ կլինի, քանի դեռ ցամաքային գործողություն սկսելու որոշում չկա Իրանի դեմ, որի հիմնական գործիքները պիտի լինեն քրդերը, իսկ այդ քրդական գործոնը կամ ապագա ինչ-որ քրդական պետության ստեղծումը, դա հասկանալի է, որ միայն Իրանի տարածքում չլինելու, հիմնական մասը Թուրքիայի տարածքում է լինելու։ Հետևաբար Թուրքիան շատ ողջավորված չի լինի, եթե քրդերին անընդհատ զինեն եւ խոստանան այնտեղ քրդական պետություն։ Եթե չլիներ քրդական գործոնը, վստահաբար Թուրքիայի համար շատ ավելի ձեռնտու կլիներ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունները, այդ թվում նաև իր մասնակցությամբ։ Թուրքիան թեպետ շահագրգռված չի Իրանի փլուզմամբ, բայց շահագրգռված է առնվազն նրա տարածաշրջանային դերի եւ նշանակության նվազեցմամբ։ Ընդհանրապես Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին ձախողված է համարում ԱՄՆ-ի ու Իսրայելի փորձերը որոշակի նպատակների հասնելու եւ իրենց առջեւ դրված խնդիրները իրագործելու առումով։ Նրանց պլան Ան տապալվել է եւ հիմա նրանք այլ տարբերակներ են փորձարկում, որոնք ևս հաջողություն չեն ունենում։ The Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտապույտ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ Թրամփը դժգոհել է։ Մոջթափա Խամենեի Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակվելը վկայում է Թեհրանի նահանջելու մտադրություն չունենալու մասին։ Ի դեպ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մերժում են հրադադարի հնարավորությունը։ Իրանական կողմի պահանջն է, որ հակամարտությունը մշտական ավարտված լինի։ Արաղչին հայտնել է, որ մեկ անգամ արդեն Իրանը բարի կամք դրսևորել է եւ հասկացել, որ փխրուն հրադադարը չի կարող աշխատել։ Արտասահմանցի փորձագետներն իրենց վերլուծություններում նշում են, որ Թրամփը միջնորդներ է փնտրում Մերձավոր Արևելքում պատերազմը Իրանի հետ դադարեցնելու համար։ ԱՄՆ նախագահը հեռախոսով ռուս գործընկեր Պուտինի հետ է զրուցել Իրանի թեմայով։ Հեռախոսազանգը իր հերթին վկայում է այն մասին, որ Թրամփը կարիք ունի կողմնակի աջակցության դեմքը փրկելու համար։ Պուտինը ցանկանում է օգտակար լինել Իրանի հետ հարաբերություններում։ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի արագ, քան նախկինում էր նախատեսված։ Կարծում եմ պատերազմը գրեթե ավարտվել է։ Նրանք չունեն նավատորմ, չունեն կապի միջոցներ, չունեն ռազմաօդային ուժեր։ Չեմ կարծում, թե ավարտական փուլին է մոտենում, որովհետև եթե այս իրավիճակում ավարտվի պատերազմը, դա կլինի Միացյալ Նահանգների եւ անձամբ Թրամփի շատ լուրջ պարտությունը։ Հակառակը ռազմական գործողությունները դեռ կերկարեն եւ կարող են շաբաթներ ու անգամ ամիսներ տևել։ Այն սցենարով, որով պլանավորում են Միացյալ Նահանգները, Իսրայելը հանգուցալուծել կոնֆլիկտը, այդ սցենարը Իրանի տարածաշրջանային դերի նվազեցումն է, որը ձեռնտու է նաև թե Թուրքիային եւ թե արաբական պետություններին։ Թրամփի հայտարարության այս ֆոնին առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Ղոմ քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության կենտրոնակայանի վրա։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, թե հրթիռային հարված է հասցվել նաև Իրանի Բանդեր Աբբաս նավահանգստի ավիաբազային։ Իսրայելի կողմից հարվածներից մեկը ֆիքսել է իրանական հեռուստաալիքը ուղիղ եթերում։ Իրանը շարունակում է պատասխան հակահարվածները ուղղված ամերիկա-իսրայելական կոալիցիոն ուժերին։ Գիշերն իրանական օդուժը հարվածել է Կատարում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ալ-Ուդեյդ բազային։ Թեհրանի մեհր գործակալությունը հայտնեց, որ իրանական բանակը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի եւ վառելիքի պահեստարանների վրա։ Իրանական պատասխան գործողության 28-րդ ալիքը ներառել է Էմադ հրթիռներ մոտ 1 տոննա կշռող ծանր մարտագլխիկներով։ Քադր հրթիռների վրա կիրառվել են կասետային մարտագլխիկներ։
Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։